Զուտ տեսականորեն, եթե ու տնտեսագիտորեն եթե նայենք, բայց տնտեսագիտությունը ընդհանուրի մեջ պիտի նայենք, ինչքան պետության սահմանները բաց, այնքան լավ զուտ տնտեսագիտության տեսությունն է դա ասում, այնքան առապրանքաշրջանառությունը ավելի անխափան է անցնում, սակայն ասենք դա ոչ միայն ուշադրություն պիտի դարձնել դրան, այսպես ասած դաշվի առնել, այլ բազում տարեր կան, որոնք տնտեսագիտության տեսությունը հաշվի չի առնում, որոնք նույնպես պիտի հաշվի առնել։ Եվ այս պահին այդ տարերը քաղաքական դաշտում են։ Քաղաքական դաշտում է նաև ադրբեջանական նավթամթերքի ներկրումը Հայաստան։ Այո։ Մենք դրա կարիքը չունենք։ Տեսեք, նույնիսկ Վրաստանը, որ այս պահին բավականին մեծ քանակությամբ ադրբեջանական դրոշերով վեզալցակայաններ ենք տեսնում, իրականությունը այն է, որ մեծ քանակությամբ նավթամթերքը, եթե չեմ սխալվում, 80%-ը ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից։ Այսինքն Ռուսաստանի Դաշնությունից ավելի ձեռնտու են նույնիսկ Վրաստանին ներմուծել։ Սակայն այնտեղ գալիս հասնում է, ասենք նույն դարսի սահմանը ասում են, այնտեղ այսպես ասած այդ կոռուպցիոն հարկը իրանց վրա չեն դրել, սակայն մեր վրա դրել են։ Դրա մասին է խոսում այն հանգամանքը, որ այս տարվա հուլիսին աղմուկ բարձրացրեց, որ հեղուկ գազի ներմուծման համար յուրաքանչյուր ցեստան 30-ից 40 հազար լիտր վճարվում է մոտավորապես 12,000-ից 15,000 դոլար կոռուպցիոն, այսպես կոչված հարկ, որը հետևյալ ձև է կազմակերպվում Երևանում կոնկրետ մեկը մյուսին փող է փոխանցում առանց սահմանին հասնելու, զանգում են, ասում են փոխանցվել է, թողում են։ Դա նշանակում է յուրաքանչյուր լիտրի համար մենք կոնկրետ 11-ից 19 դրամ, այսպես ասած, տալիս ենք վրացի ճակերտավոր մասնագետներին։